եք կարծում, ինչու է իշխանությունը ընտրությունների նախաշեմին բարձրացնում սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձը։ Ընտրակաշարք։ Այդպես է նպատակը հարմար գտնում։ Ինձ պետք է։ Չգիտեմ։ Չգիտեմ, ճիշտ ասած։ Ինչ որ անում, լավ է անում։ Մենակ իրենց աշխատավարձն են կատարում։ Երևի որպեսի խախտում կատարի ընտրությունների հետ կապված, ուրիշ պատասխան չեմ կարող տամ։ Բարշի ինչի համար, որպեսի սահմանադրական բոլոր փոփոխությունները իրենց կողմից հաստատվեն։ Կուտ է տալիս։ Եվ всё։ Դատավորներին թե Դու դատավորը իրան գլխուն չի անում, դատավորը լսում է եւ կատարում է։ Ես նման հարցի չեմ կարող պատասխանել, որովհետև տեղյակ չեմ ժամանակակից ստեղ գտնվող քաղաքականությունից տեղյակ չեմ։ Ինչի պիտի չբարձրացնի։ Ինչի պիտի չբարձրացնի։ Ինչ կապ ունի ընտրությունը։ որ արժանիքի համար բարձրացնում դատավորները որ լավ աշխատեն։ Այս իշխանությունները շատ լավն են։ Իսկ որ տեղը ավելորդ ցեղ մի շփրտեք։ Այդյան քաղաքականությունը դա ամբողջ աշխարհում մարդկությանը կառավարելու միջոց է, որ երկիր գնաք, դա նույն իմաստն ունի, նույն նպատակն ունի։ Դրա համար կենտրոնանալ մեր իշխանությունների վրա կամ ուրիշ բանի վրա դա անտեղյակություն է, ներողություն։ Ինչու է ձեր կարծիքով այս իշխանությունը ընտրությունների նախաշեմին բարձրացնում սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը։ Դե ումը ձեռատալի նրան են բարձրացնում, ու մեր նման հարիվներին չեն բարձրացնի, չէ՞։ Մեզի 10,000 փող են տալու թոշակին ավել, մտածում են ծախսելու տեղ չունենք, բայց այնքան ծախսելու տեղ ունենք, որ միլիոններ չենք ստանում, էլի։ Կոպեկներ։ Այսօր միսը 7,000 քանի աուր է դառը, 4,000 քանի աուրից սկսած։ Այդ 10,000-ը կոպեկ է, էլի, յանի։ Թոշակառուի համար կամ այդ դեղը մեղը, ինչ տարբերություն 10,000 ավելացնում ես, в общем, չգիտեմ, չեմ կարող ասեմ, ամեն մարդ իր գրպանի մասին է մտածում, այսօր մենք կոմունիստների ժամանակ սենց ողորմելի վիճակով չենք ապրել, ոչ թոշակառուն, ոչ սովորական մարդը, բոլորը ունեցել են աշխատատեղ, բոլորը հանգստի են գնացել, ուրիշ ձև ենք ապրել և շատ երջանիկ ենք եղել, իսկ հիմա ամեն վարքյան ինչ բան ասես լսում ես խելքդ գնում է արդեն, այդ չես ուզում, որ այդ քիչան հեռախոսը տաս ջարդես, այդ իրավիճակն է, բայց առաջ մենք տես չենք ապրել։ Նենց որ ոչ մեկն է իմ համար սաղել նույն հավասարաչափ են, ոչ մեկից գոհ չեմ, մեկը ասում է, էսի գնա մյուսնա գալու նույն ձևի, ձուկը գլխից է հոտած, ով գնում է, մյուսը գալիս է շարունակությունը, իսկ ով որ ասում է, որ ես գամ, ես կանեմ, են կանեմ, հլա արա, նոր արի, որ ժողովրդի աչքը կողես քո արարքը, դու ինչ ես արել, բայց դու չես անում ու գլուխ ես գորում, ես է կարամ ես շենքը վաղը գամ քանդեմ, բայց պետք է կարենամ, չէ քանդեմ, հարցեր կա, որը պետք է պատասխան ունենան, ճիշտ ձևի, բայց սա անող են, բայց ժողովուրդը էլի նույն իրավիճակի մեջ է, մի հատ ավելորդ, եթե ժողովրդավարական երկիր ենք խոսքի ազատությունա, չկա այդ խոսքի ազատ, մի տար ավելասիր գալի բռնում տանում են, չեն նայում տարիքըդ, ընտանիքըդ, դու ով ես, ինչ ես, դրա համար ոչ մեկ է չի ուզում խոսա, ոչ մեկը, բայց սիրելիս, նման բաներ։